Չէ, բայց հումոր եմ անում։ Փաշինյանը պատժում է իր կնոջ կրթվելը նորաձև է արշավի ամենաբծախնդիր քննադատին։ Քչական կոմիտեին դիմեք, իրանք կպատասխանեն։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Աննա Հակոբյանի կրթաշավն անվանել էր ինքնախայտառակման տպավորիչ արշավ, որ գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ։ Հիմա Սրբազանը այդպիսի գրառումների համար ժամանակ էլ չի գտնում։ Տարբեր վարույթներով որպես վկա հարցաքննությունների է կանչվում քննչական կոմիտե։ Վերջի մի քանի օրերի ընթացքում է սկսվել։ Ավելի կոնկրետ ասենք, վերջի կիրակից հետո, երբ որ գործադիր իշխանության ղեկավարը որոշեց, որ պիտի գնա եկեղեցի 7 տարի, 5 տարի, 7 տարի եկեղեցի չէր գնում, վերջին 2-3 կիրակին որոշեց, որ պիտի գնա եւ մասնակցի հոգեվորական արարողությունների, այդ զուգահեռ այդ ընթացքում սկսվեց նաև ավելի ագրեսիվ գործողությունները եկեղեցականների եւ եկեղեցու նկատմամբ։ Երբ Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ սկանդալային տեսանյութերը հայտնվել են սոցցանցերում, Դանիել Յոհաննիսյանն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, պնդելով, թե խախտվել է Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը։ Փաստաբան Արսեն Բաբայանն ասում է, որ Սրբազանի անձնական կյանքի գաղտնիության խախտման մասին խոսք լինել չի կարող, որովհետև այդ տեսանյութը նրա հետ որևէ առնչություն չունի։ Օրինակ կարող է այդ տեսագրության մեջ երկու падգամավոր են, ենթադրենք քաղաքացիական պայմանագրից, որոնք խաղում են դեր։ Մեկը հոգեվորականի դեր է խաղում, օրինակ նմանվել Արշակ Սրբազանի, մեկը չգիտեմ ում դերն է խաղում։ Ուզում եմ ասեմ, որ կեղծիքի ձևը էական նշանակություն չունի։ Գլխավորը կեղծվել է բովանդակությունը։ Բաբայանի խոսքով Արշակ Սրբազանին վերագրվող այդ ինտիմ տեսանյութերի մասին բոլորը հիշում են միայն այն ժամանակ, երբ նրան հարցաքննության է կանչում քննչական կոմիտեն։ Փաստաբանն ակնարկում է, որ սկանդալային տեսանյութերի բովանդակությանը լուրջ չի վերաբերվել հասարակությունը։ Արշակ Սրբազանի նկատմամբ իմ համոզմամբ իրականացվում է ատելության քարոզ, անհանդուրժողականության քարոզ, կոնկրետ Արշակ Սրբազանի նկատմամբ։ Պատճառները դրա Նիկոլ Փաշինյանը երևի գիտի, թե ինչի հենց ընտրվեց թիրախ Արշակ Սրբազանը։ Փաստաբանը հաստատում է մամուլի բերան նկատ սկանդալային տեղեկությունը, թե Արշակ Սրբազանը հիմա արդեն նաև Գարեգին առաջին կաթողիկոսին թունավորելով սպանելու համար է մեղադրվում։ Գարեգին առաջինի մահվան պատճառը ձայնալարերի քաղցկեղն է եղել, նա երկար տարիներ պայքարել է հիվանդության դեմ, մահացել 1999 թվականին, երբ Արշակ Սրբազանը Էջմիածին ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատարն է եղել 26 տարեկան։ Քաղաքական իմաստով ունեմ համոզմունք, որ դա դրսից եկող հանձնարարություն պատվեր է, ներքաղաքական իմաստով կարծում եմ, որ դա նախընտրական քարոզարշավի մի մաս է կազմում։ Արսեն Բաբայանն ասում է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրաժարվել է ցուցմունք տալ Գարեգին առաջինի ենթադրյալ սպանության գործով։ Սրբազանը լուրջ չի վերաբերվում իրեն վերագրվող այդ մեղադրանքին։ Ցուցմունք տալը համագործակցության մի տեսակ է։ Եվ հաշվի առնելով, որ Արշակ Սրբազանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բնականաբար չի էլ որևէ կերպ փորձել լուրջ դեմքով որևէ տվյալ ներկայացնել կամ մարդարանալ կամ հերքել կամ այլ բան ասել։ Հրաժարվել է ցուցմունք տալուց։ Չորեքշաբթի Արշակ Սրբազանն ինքն էլ Հայլուրին ասել էր, որ ծիծաղելի է այդ մեղադրանքը, նույնիսկ հարցն այդ մասին։ Ես նորմալ եմ համարում, ամեն ինչ բնական հունով գնում է, քանի դեռ ընդհանրապես մեր մշակույթում մեռած մարդկանց մասին չեն խոսում։ Սրբազան հայր կարծես թե խոսում են, ասում են Եթե խոսում են նորմալ է։ Ասում են Գարեգինային թունավորելու մեջ եք դուք մեղադրվում։ Նման ցուցմունք կա ձեր դեմ։ Հերքում եք։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Կարծի։ Հիմա դուք որ հարցը տալիս եք, դուք ինքներդ խնդում եք, չէ՞։ Ի վերջո, ինչու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բանտում բարձրաստիճան հոգևորականների, անտեր թողնում հայ առաքելական եկեղեցու թեմերը ձերբակալելով թեմակալ առաջնորդներին։ Փաստաբան Արսեն Բաբայանը իր վարկածն ունի։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանն ուզում է նաև կաթողիկոս դառնալ։ Կամ էլ ուզում է աշխարհիկ առաջնորդ լինելուց զատ դառնալ նաև հոգևոր առաջնորդ, շարունակում է Արսեն Բաբայանը։ Գուցե դրա համար է ակտիվորեն պատարակների մասնակցում և սաղմոսներ մեջ բերում, իհարկե կարգալույց հոգևորականներին կողքին հավաքելով, թիմակիցների քաջալերող ծափողջունների տակ։ Իչարյաց փրկեսցե Լանա Ամբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդելյան, Հայլուրի համար։ Հավիտյանս ամեն։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։